Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։ Այսօր եւս մենք ամփոփենք վերջին կարևոր զարգացումները։ Միջբուն թեմային անցնելը կխնդրեմ ձեզ հավանել եւ տարածել այս եթերը։ Թշնամի Ադրբեջանից շարունակում են սպառնալ հայ ժողովրդին։ Ալիևը մասնավորապես նշել է, մեջբերում ենք. քանի դեռ ստորագրած չէ խաղաղության համաձայնագիրը եւ Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, որոնք դեռևս առկա են իրենց համանadrությունում, եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորելու իր պահվածքում անկեղծություն չի դրսևորվել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի, նշել է նա։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել համանadrությունը, խնդրահարույց համարելով Հայաստանի մայր օրենքում հիշատակված անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Արցախի վերամիավորմանը։ Եվ այսպես, Ալիևի ստորագրություն աղերսող Նիկոլին հերթական ապտակը հասցրեցին Բաքվից, եւս մեկ անգամ փաստելով, որ առանց համանadrություն փոխելու չեն պատրաստում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել կամազուրկների խմբակի հետ։ Այսինքն, որքան էլ ստախոս խաբեբաները փորձեն ներկայացնել, թե համանadrություն փոխելը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, եւ այդ ամենը կատարում է հայկական կողմի նախաձեռնությամբ, փաստը մնում է փաստ, որ պահանջը եւ հրահանգը Բաքվից ու Անկարայից է։ Հակառակ դեպքում Նիկոլը ոչ մի խաղաղության փաստաթուղթ էլ չի ստանա։ Մյուս կողմից էլ պարզ է, որ այսպես թե այնպես անգամ համանadrությունը փոխելուց հետո թշնամի Ադրբեջանը չի ստորագրի ոչ մի փաստաթուղթ։ Արդեն առիթ ունեցել ենք մեր նախորդ թողարկումների ժամանակ նշելու, որ այդ երկիրը մեկ տասնյակի հասնող նոր պահանջներ ունի եւ սպառնալիքի տակ փորձելու է հասնել բոլոր պահանջների բավարարման, քանի դեռ իշխում է այս հակահայ ռեժիմը։ Նիկոլն ուղղակի նվեր է Ալիևի համար, սիրելի հայրենակիցներ, քանի դեռ նրա պես անարժանապատիվ, անինքնասեր, խղճուկ, վախկոտ հակահայ երևույթ է նստած կառավարության շենքում։ Ալիևն ու մեր մյուս թշնամիները ամեն ինչ անելու են, մինչև հասնեն Հայաստանի ոչնչացմանը։ Ուստի մեր խնդիրն է առաջնահերթ հեռացնել այս չարվորակ ուռուցքը։ Նորմալ երկրներում, որտեղ հասկանում ու գիտակցում են իրեն շահերը, ինչ որ կերպ կպատասխանեին թշնամական երկրից եկող սպառնալիքներին։ Բայց քանի որ Հայաստան ունի այնպիսի իշխանություն, որը հանդիսանում է սեփական ժողովրդի թշնամի, ապա սպասելի էր, որ հեծանվայի նոր արշավների մասին պատմող տեսանյութից զատ այլ բան չի լինի։ Հիցուն կիլոմետրը 2 ժամում առանց կանգառի։ Այո, Նիկոլն ու շրջապատը այս շաբաթ վերսկսեցին հեծանիվային PR գաստրոլները։ Այս մարդուն այլ բան չի մնացել, քան իր զզվելի մարմինը ի ցույց դնելը։ Անցնենք հաջորդ թեմային։ Այս շաբաթ մամուլում լուրեր տարածվեցին, որ Հայաստանի քաղաքացիության համար դիմաց արցախցիների անձնագրում որպես ծննդավայր նշվում է Ադրբեջանը, թեպետ նրանք համարվում են Հայաստանի քաղաքացիներ, եւ անձնագրում հենց այդպես էլ նշված է։ Այս մասին հայտնել են հենց արցախցիները։ Սա արդեն դավաճանություն էլ չէ, սա հակահայկականություն է։ Պատկերացնում եք մեր կողքին ապրող մարդկանց, մեր հայրենակիցների, հայրի անձնագրում նշվում է Ադրբեջան, այն բանի համար, որ իրենք ապրել են մեր հայրենիքի մի մաս հանդիսացող Արցախում, որն այս պահին թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված է։ Ստացվում է, այս ցեղասպան ռեժիմը Արցախից բռնի տեղանված մեր հայրենակիցներին ոչ թե Հայաստանի քաղաքացի է ճանաչում, այլ ազգությամբ հայ, բայց ադրբեջանցի փաստականներ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ թշնամի Նիկոլը Արցախը վաղուց ճանաչել է որպես Ադրբեջանի մաս։ Սա հայ մարդուն նսեմացնելու, վիրավորելու հերթական քայլ է, որ իրականացվում է օրվա ռեժիմի կողմից, եւ միայն դա չէ, արդեն ակնհայտ է, որ թրքահապատակները հատուկ մտածված քաղաքականություն են վարում, որ Արցախից բռնի տեղանված մեր հայրենակիցները չկարողանան ինտեգրվել այստեղի կյանքին, չկարողանան լուծել իրենց կենսապահովման խնդիրները։ Եվ այս համատեքստում բոլորն էլ պատահական չէ արցախցիներին առաջիկայում սոցիալական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնելը։ Այս ամենից բացի տևական ժամանակ է արցախցիների նկատմամբ իշխանական գործիչների, նրանց հարող շրջանակների, բլոգերների, ֆեյք էջերի միջոցով ատելություն են քարոզում, ընդգծված տառանջատում մտցնում, կանխատեսված կերպով վիրավորում են արցախցիներին։ Այդ ամենի նպատակն է հասնել արցախցիների զանգվածային արտագաղթի։ Ըստ որոշ հրապարակումների արդեն իսկ 27000 արցախցի լքել է Հայաստանը։ Հիշեցնենք, որ ազգային ժողովրդական բևեռն անցած շաբաթ հայտարարությամբ հանդես եկավ արցախցիների դեմ հարձակումների առնչությամբ, կտրուկ դատապարտելով իշխանական քարոզիչների տեղեկատվական արշավը։ Մեկ ուրախալի եւ կարևոր փաստի անդրադառնանք։ Այս շաբաթ ապրիլի 9-ին եւ 10-ին Հայաստանի զինված ուժերի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն անցկացրեցին։
Զորավարժությունը ենթադրում էր Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական աբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ Փաստ է, որ այս օրերին նման զորավարժությունների անցկացումը բոլորներ պատահական բնույթ չէր կրում։ Նախ այն հաջորդեց Իրանի արտաքին գործերի նախարարի Հայաստան կատարած այցին։ Բացի այդ, զորավարժությունները տեղի ունեցան Թշնամի Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի, ինչպես նաև սահմանային գյուղերի ուղղությամբ ամենօրյա դարձած կրակոցների ֆոնին։ Չմոռանանք նաև, որ առաջին շրջանում Ադրբեջանից պարբերաբար սպառնում են Հայաստանին, շարունակում Զանգեզուր միջանցք պահանջել։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով բազմիցս հասկացրել են եւ հասկացնում են, որ դեմ են Զանգեզուրի միջանցքին եւ թույլ չեն տա, որ սահմանների խախտում տեղ ունենա։ Նման բան Իրանը չի հանդուրժի։ Եվ թեպետ մենք ունենք հակաիշխանություններ, այնուամենայնիվ անհերքելի է այն, որ Հայաստանն ու Իրանը բնական դաշնակիցներ են։ Եվ կարևոր է, որ 30 տարվա մեջ առաջին անգամ նման կարևոր գործողության ականատես է եղան։ Ապրիլի 11-ին եւ 12-ին Արադ Միրզոյանը եւ Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն թուրքական Անտալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին։ Ըստ պաշտոնական տվյալների նախատեսված են նաեւ երկում հանդիպումներ։ Տեսնես այս անգամ ինչ նպատակով են գնում Թուրքիա, քննություն հանձնելու, թե նոր վարպետաց դասեր ստանալու համար։ Արդեն կարելի է հետևություն անել, թե ինչ նոր հարցեր ու պահանջներ կդրվեն Միրզոյանի ու Ռուբինյանի առջև։ Չոր պաշտոնական Անկարան բազմիցս հասկացրել է իր հայաստանյան հաճախորդներին, որ անտեղի այսպես կոչված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չերազեն։ Դրա համար դեր իրենք շատ բան պետք է զիջեն ու բազմիցս պետք է գնան ուրացման ճանապարհով, ինչը որ իրենց բնորոշ է։ Միջազգային զարգացումներում գլխավոր թեման էր թափ հավաքող, այսպես ասած, Թրամփի մաքսատուրքային պատերազմը եւ նրա հետևանքները համաշխարհային տնտեսության վրա։ Պարզ է, որ հիմնական պետությունը, ում դեմ է սաղողված, դա Չինաստանն է, որը ի դեպ որակում է այդ ամենը որպես Թրամփի շանտաժ եւ նշում է, որ չի տրվելու նրան եւ գնալու է մինչեւ վերջ։ Այս շաբաթ Դոնալդ Թրամփը ավելացրեց չինական ապրանքների մաքսատուրքերը, մինչդեռ մեծ պետությունները կարող են իրենց թույլ տալ դիմադրել Թրամփի ագրեսիվ տնտեսական քաղաքականությանը եւ պատասխան մաքսատուրքեր սահմանել ամերիկյան արտադրանքի վրա, որոշ փոքր երկրներ ստիպված են կատարել Թրամփի պահանջները։ Որոշ շրջանակներ արդեն սկսել են որակել Դոնալդ Թրամփին որպես սև կարապ համաշխարհային տնտեսության համար։ Արդյոք դա այդպես է թե չէ, ցույց կտա ժամանակը։ Իհարկե ֆոնդային շուկաները շատ ցավոտ արձագանքեցին Թրամփի կողմից սահմանած մաքսատուրքերին եւ բավականին երկար անկում ապրեցին։ Այդ անկումը չվերածվեց ճգնաժամի, սակայն ամերիկյան մեծ ընկերությունների բաժնետոմսերի գների շարունակ անկումից հետո Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց 90 օրով սառեցնել մաքսատուրքերի սահմանումը 75 երկրների նկատմամբ, ինչը ժամանակավոր ուրախալի լուր դարձավ համաշխարհային շուկայի համար եւ ֆոնդային բորսաներում դրական միտում արձանագրվեց։ Այս ամենի ֆոնին ընկել էին նավթի համաշխարհային գները։ Դա պայմանավորված էր ԱՄՆ-ի հետ տնտեսության վիճակի վերաբերյալ շարունակվող մտահոգություններով, ինչպես նաեւ OPEC+-ի արտադրության ծավալների մի շարք սահմանափակումներից դուրս գալու մասին տեղեկություններով։ Չորեքշաբթի օրը Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել էր ընդհուպ մինչև $59 1 բարելի դիմաց, իսկ ռուսական Urals տեսակի նավթի արժեքը նվազել էր մինչև $53 1 բարելի դիմաց։ Այստեղ հարկ է նշել, որ ռուսական բյուջեի մեջ ներառված է բարելի դիմաց $69.70 ոչ պակաս գին, եւ ներկա նավթի գների անկման միտումը այդքան էլ դրական չի ռուսական տնտեսության համար։ Այս շաբաթ օրը տեղի կունենան բանակցություններ Միացյալ Նահանգների ու Իրանի միջև։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը անակնկալ հայտարարություն արեց, որ ԱՄՆ-ն եւ Իրանը պատրաստ են ուղիղ բանակցություններ սկսել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին ասաց, որ պատվիրակությունները Օմանում կվարեն անուղղակի բանակցություններ։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ուղիղ սպառնացել է Իրանին ռմբակոծության արշավով, եթե Իրանը չգա համաձայնության։ Կարծես թե կա հնարավորություն նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում, եթե իհարկե կողմերը պատրաստ լինեն դրան, եւ հաշվի առնելով Թրամփի ուլտիմատիվ մոտեցումը որևէ բանակցություններին եւ իր օգտագործող բառապաշարը, հավանության հասնելու հնարավորությունը բավականին բարդանում է։ Սպասենք հանդիպան արդյունքների։ Հույսով ենք կողմերը խելամիտ կգտնվեն եւ չեն հասցնի հարցը լայնածավալ պատերազմի։ Այսօր այսքանը։ Միշտ նոր հանդիպում։